Ես հիմա ուզում եմ հիշել այդ ինչը չեմ ասել ես նախորդ ոլովակներում, այն հեռացած ալիքում, այս քանի տարի արդեն։ Տեսակ Միացյալ Նահանգները հարված հասցրեց Պարսկաստանին։ Այն ինչ միշտ ես ասել էի, եւ մասնավորապես այս վերջի Իսրայելի հարձակման հովանավորը հենց Միացյալ Նահանգներն են։ Ի տարբերություն եզերի, падգամավորների, որոնք ասում են ԱՄՆ-ն կապ չունի այստեղ։ Եվ ի վերջո, ով է բացի ինձանից ասել, որ Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության եւ քաղաքացիների համար մեկ թշնամին են։ Ոչ ոք, ես կրկնում եմ, նման նախադասություն ումից լսած կաք, բացի ինձանից, ոչ wokից, որովհետեւ բոլորը Նիկոլի նման, այո, նրանք սուտ ընդդիմությունը, բոլորը ովքեր այսօր քաղաքական դաշտում են, Նիկոլի նման ղախպած տահակներ են։ Ոչ մեկին մի հավատացեք, բացի ինձանից։ Ով բերեց Նիկոլ Դավաճան Պղծարարին իշխանության Հայաստանում շանտաժի միջոցով, Միացյալ Նահանգները։ Կրկնում եմ եւս մեկ անգամ, բացի ինձանից, որևիցե մեկը քաղաքական դաշտում իբր մտամ ընդդիմություն, բացի ինձանից ընդդիմություն չկա, որևիցե մեկը քաղաքական դաշտում ասել է, որ ԱՄՆ-ն բերեց Պղծարար Դավաճան Նիկոլին նստեցրեց գահին, ոչ, հակառակը, նրանցից շատերը եւ դուք հետևեք, տեսեք թե ովքեր են այդ ստահակները իրենց հայտարարություններով ցանկանում են մեղքը Միացյալ Նահանգների վրայից հանել եւ գցել հարևան երկրների վրա։ Իբր Պղծարար Դավաճան Նիկոլը նրանց գործակալն է, իբր թե նրանք են բերել այդ ղախպուն իշխանության Հայաստանում։ Կամ ի վերջո, ով է, բացի ինձանից, այս հարցը բարձրաձայնել պահանջելով, որ կարգավորեն, թե ինչի պետք է նման բան լիներ, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Հայաստանում ունենար 2000 աշխատակազմ, ասում են այդ թիվը հասնում է երբեմն 4000 լրտեսներ Հայաստանի տարածքում, որոնք գործում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության դեմ, այլ նաև հարևան Պարսկաստանի դեմ։ Ոչ մեկը, անգամ նրանք, ովքեր Նիկոլից փախել են, Մոսկվաներում են գտնվում եւ իրենց անդիմադիր են ներկայացնում, անգամ նրանք չեն ցանկանում իրենց հարաբերությունները անձնական փչացնել թշնամացյալ նահանգների հետ, հասկացա՞։ Անունները տամ, խնդրեմ, ովքեր ելույթ են ունենում՝ Տիգրան Ուրիխանյան, Դոն Պիպո Արտուր Ասատրյան, Իրաքի չէ Դմբոլ, Արշակ նախկին պաշտպանության նախարարը։ Նայում ես դրա վրա, արա քեզ սկի հրթիռային գնդի պահեստապետ թույլ չեմ տա աշխատես։ Հա, այդ Տիգրանի Ուրիխանյանն էլ է իմիջիալոց, նա չի ասում ԱՄՆ-ն է բերել իշխանության։ Պղծարար Դավաճանին, Փաշինյանին։ Հա, հարևան երկրները։ Կրկնում եմ, խոսքը նրա մասին է, թե ով բերեց Փաշինյանին իշխանության, ում կամակատարն է, ում հրահանգներն է կատարում, նաև Թուրքիա գնալով եւ այն ղախպությունները անելով, որ արեց առայցուր, հողերը հանձնելով նաև Միացյալ Նահանգների ղախպենա Փաշինյանը, ստահակ, դու էլ ստահակ Տիգրան Ուրիխանյան եւ այդ Դոն Պիպոն են կամ չեն հասկանում, կամ ստահակ են, կամ էլ իհարկե իրենց անձնականն են հետևում, անձնական շահը։ Դե առաջնորդվեք այդպես ստելով տենամ ուր եք հասնելու։ Հա, մոռացա ասել, այս է Տիգրան Ուրիխանյանն, որը դեռ քանի ամիս առաջ ասել էր, վերջ Փաշինյանի վերջը եկել է կոչ արեց մարդկանց փողոց դուրս գալ եւ ոչ ոք դուրս չեկավ։ Հիմա էլ նրանք սխալ կոչեր են անում Մոսկվայից հեռարձակողները, թե դուք հայաստանցիներ պետք է սպասեք 26 թվական հերթական ընտրությունների, այ ղախպեք, ես ասել եմ, նախ ցանկացած մասնակցությունը ընտրությունների կապ չունի ոնց Նիկոլի լեգիտիմացումը հերթական։ Պղծարար Դավաճան Նիկոլի հերթական լեգիտիմացումն է։ Այդ ընչեք ժողովրդին սպասացնել տալիս, ինչի՞ պիտի ժողովուրդը սպասի ձեզ, հայվանների։ Այո, որովհետև ընդհանուր կամանդը
Մոսկվայից մի կենտրոնից տրված, սպասեք միջև նոր ընտրություններ, սիկտիրները քաշեք, ես արդեն ասեցի, Պուտինին Հայաստանը պետք չի, ոչ միացնել Ռուսաստանին, ոչ էլ հեղաշրջումներ եւ այլն, Նիկոլի հետ լավ լեզու ենք թե, Պուտինը, եւ եթե Գյումրի քաղաքապետի ընտրությունները, դա ոչ էական, դա սկի սպառնալիք էլ չէ Նիկոլի անօրեն իշխանությանը, մանավանդ որ այդ Վարդան ասաց, ես կսեղմեմ Նիկոլի ավելավ այդ ձեռքը կդրեն, ապա լրիվ այլ բան է խորհրդարանական, պարլամենտական իբր կոչված ընտրությունները։ Յուրաքանչյուր ցանկացած անօրինականություն կձեռնարկի Նիկոլ Ղախվեն։ Թույլ չի տա իշխանությունը իր ձեռքից առնել այդ անառակ անօրին իշխանությունը։ Տեսնում եք ինչ բեսպրեդել է անում։ Սամվել Կարապետյանի նկատմամբ օրինակի համար եւս մեկ օրինակ։ Իդեպ, այդ ինչու ոչինչ չասեց ԱՄՆ-ի դեսպանատունը Երևանում։ Այս զարուրելի ծայրահեղ անարդարության կապակցությամբ, այս բեսպրեդելի մասին Սամվել Կարապետյանի կալանավորման։ Անգամ չասեցին մենք մտահոգված ենք։ Նրանք թքած եւ խնչած են ձեր վրա, կներեք էլի, բայց դա է իրական պատկերը։ Կամ էլ ինչու այդ ղախպա լրտեսական ալիքները, որոնք գործում են Հայաստանի տարածքում, ազատություն, Ամերիկայի ձայնը, ինչու նրանք չեն գրոհում ԱՄՆ-ի դեսպանատունը իրենց միկրոֆոներով, ԱՄՆ-ի դեսպանին եւ պահանջում կարծիք արտահայտել գոնե, չասած բողոք, դեսպանից։ Այդ լրտեսաղախպա պրոպագանդիկ իրականում թշնամի Հայաստանին ալիքները, որոնք վաղուց են գործում Հայաստանի տարածքում, նույնպես բավական մեծ բացասական դեր են խաղացել Հայաստանը քայքայելու համար։ Եվ կարծեմ եք, զարմանալի չէ, Փաշինյանի ջրաղացին ջուր էր լցում։ Ինչ հարցերից այդ զտության լրտեսա ալիքի լրփագրողուհին Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ։ Ուրեմն ասում է, դիտեք ինչ սրիկա սատանություն, ասում քննությունը պետք է պարզի, ինչ նկատի ուներ Սամվել Կարապետյանը, որ նա այդ սատանա լեզուտ քոքվի, այդ լեզուտ պապանձվի, քոնել է սաղ այդ մուսրական համակարգի Փաշինյանի հետ միասին, ինչը նկատի ուներ, օրինակի համար, որ Սամվել Կարապետյանը ինքը Գարեգին-բայի հետ գնալու են Նիկոլի դուրը զարկեն, խնդրեն, որ նա, որ Նիկոլը թույլատրի իրենց մտնեն Նիկոլի չուլաներից մեկը, որ աղոթեն, սատանա լեզու, սատանա ռեխդ քոքվի, սա գիտեք ինչ է, հիմա եթե վաղը դուրս գաս, ես լուրջ եմ ասում, սատանայական մրտնոլորտ այդ, ղախպից սատանու ծառա Նիկոլ Փաշինյանը, որին վառել է պետք, Հայաստանը սարկում, եթե վաղը դուրս գաս փողոց, առավոտյան եւ ասես բարձրաձայն, այսօր լավ եղանակ է սպասվում, օրինակի համար, կարող է քեզ ձերբակալեն, կալանավոր մեղադրանք առաջադրեն, բայց ինչը նկատի ուներ, ասես սատանու նման, հասկանում եք սա ինչ է, ինչը նկատի ուներ, միգուցե դու պատրաստվում ես հեղաշրջում կատարել, եթե բայց ռեխդ ֆակվի Նիկոլ սատանա, վառելա ռեխդ, մի հատ լիմոն կա գցեք դրա ռեխի մեջ սատկի դա, սատանա, ես իզուր չեմ ասում, ողջ համակարգը այդ մուսերները դրանք դատական, քնչային, դրանք սատանեք են, դրանք սատկացնել է պետք, այսօր Հայաստանի Հանրապետություն կոչվածը նաև սպառնալիք է ներկայացնում իրենից իմ կյանքին, հասկանում եք, ինչպես նաև յուրաքանչյուրի, եթե
դուք ձեզ ազատ քաղաքացի եք համարում, ուղղակի ազատ մարդ եք համարում։ Հայաստանի Հանրապետություն կոչվածը այսօր հանդիսանում է որպես թշնամի ինձ։ Ես հայտարարում եմ պատերազմ Հայաստանի Հանրապետություն, պետք է վերացվի։ Բազմիցս ասել եմ, ուրեմն ինչ անեն իրենց ներկայացնում են, դրա իշխանություն կոչվածը, ինչի վրա հիմնված է։ Նիկոլ Ղախպի իշխանությունը, մուսորների այդ համակարգի կոնկրետ այդ մուսորը կգամ մի հատ գունդ կսատկացնեմ, բոլորին կսատկացնեմ, կվառեմ, թե հնարավորություն ունի։ Եվ եթե ես չունեմ այդ հնարավորությունը, ցանկացած պետություն թող հարձակվի վերացնի այդ պետականությունը։